Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, ազգային ժողովի պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից ԵԽՎ ամառային նստաշրջանին աշխատանքների մասնակցելուց հետո նստաշրջանի գլխավոր իրադարձությունը Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը վերնագիրը կրող բանաձևի ընդունումներ, բանաձևի եւ դրա խորհրդատվությունների, ռեկոմենդացիայի ընդունումներ, որը շատ կարևոր իրադարձություն է, որովհետեւ Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովը այդ բանաձևով ֆիքսեց, որ Լաչինի միջանցքով այս պահին չկա ազատ եւ անվտանգ տեղաշարժ, ինչպես գիտեք, զեկուցողը մինչեւ բանաձևը գրել է այցելել էր Հայաստան, Լաչինի միջանցքը տեսել էր հայկական կողմից եւ արձանագրել էր, որ մուտք չկա եւ դա արտահայտվել էր բանաձևում, արձանագրված է նաեւ, որ Ադրբեջանը խափանել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, արձանագրված են հումանիտար խնդիրները, որոնք բլոկադայի արդյունքում առաջացել են Լեռնային Ղարաբաղում, արձանագրված է Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրման կոչ է արվում Ադրբեջանին, ինչպես նաեւ կոչ է արվում Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն սկսելու կոչ է արվում, այդ թվում լուծումն էլ պետք է ենթադրի միջազգային մեխանիզմներ կամ ավելի շուտ լուծման կիրառումը պետք է ենթադրի միջազգային մեխանիզմներ ըստ բանաձևի։ Բանաձևում այլ կարևոր ձևակերպումներն էլ կան, բայց սրանք գլխավորն էին եւ հարցերին կպատասխանենք։ Շնորհակալ։ Մեկ էլ տեղեկացնեմ, որ բնականաբար Ադրբեջանի պատվիրակությունը ամեն ինչ արեց, որպեսզի բանաձևը փոփոխվի կամ տապալվի, 60-ից ավել փոփոխություններ էին առաջարկվել, որոնց 99%-ը չընդունվեց եւ բանաձևը ընդունվեց։ Շնորհակալություն։